Հարությունը ինքը այդ տեխնացուին վերջապես գեներացնի։ Երկրում սկսվում է impeachment։ Մեր երկիրը դեպի Եվրոմիություն իր քայլերն անի։ Սիրելի վարչապետ այցելեց գեղեցկուհի Էստոնիա։ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերականգնված կլինի մայիսին։ Այո։ Հողի վրա ասֆալտ են արել, հողի վրա նույնիսկ։ Նորմալ թքել կպցրել են։ Շո, Չախոյան, հերիքա։ Բարև ձեզ, սիրելի YouTube հայրություն, եթերում Arm Comedy-ն է, չգիտեմ ինչ եք դնում ձեր դիմաց, բայց նկարեք ուղարկեք մեր Instagram-ին, ամենագուրմանային բանը ամեն շաբաթ ընտրելու ենք ու մեգա բաժակ ենք տալու։ Կարող եք նաև միանալ մեր Patreon-ին, որտեղ մենք բացել ենք OnlyFans էջը, որտեղ ամեն շաբաթ, այսինքն շաբաթ երկու անգամ topless քննարկում ենք սուրբ թեմաները։ Մի խոստացի, պատրոնների համար։ Թեմաները այնքան սուր է, որ չեք նկատի, որ մենք հագնված ենք։ Այո, OnlyFans ունենք Patreon-ում, ինչպես նաև հիշեցնենք, որ մեր գլխավոր գործընկեր GTB Holdings-ը Դավիթ Անախսանին ասեմ, վերջացրեց բնակելի շենքի կառուցապատումը, բայց նու չի վերջացրել, բայց շատ մոտ է, բայց այն առաջին մի քանի հարկերը կոմերցիոն են։ Այստեղ կարող է լինել ձեր բանկը, ձեր սուպերմարկետը, ձեր շոուրումը, ինչու ոչ նաև ձեր մարզասրահը, շտապեք, որտեվ հավերժ չի մնալու այդ տարածքը։ Թռնում են տես տարածքները։ Եվ այսպես դուք արդեն հասունացել եք էլեկտրամոբիլ ունենալու համար, բայց որը ընտրել։ Dragon Motors-ում, որը պաշտոնական ներկայացուցչական BYD, Mazda, Kia, Volkswagen եւ այլ մոդելներ։ Գնեք ապառիկ, սկսած 0% կանխավճարից առանց բանկ այցելելու։ Իսկ եթե մի հատ էլ ուզում եք անվճար լիցքավորիչը գան տեղադրեն ձեր ուզած հասցեով, ապա գնելիս շշնջացեք Arm Comedy promo կոդը։ Կարաս նենց սարքես, որ գոնե մի երկու ամիս էլ չփչանա։ Հարց չկա, ամորտիզատորը պետք է փոխվի։ Մոտորը յուղ է թողնում, սալիկները միակ նայեն։ Ինչ շտապ հոգեբան է պետք։ Ինձ անընդհատ թվում է, հեսեն չոր բան կփչանա, վարպետիս ավելի շատ եմ տենում, քան մամայիս, ձեռքերս ներվերից դողում է։ Ինչ որ դեղ կա սրա դեմ։ Հոգիս։ Քեզ ոչ դեղ է պետք, ոչ էլ հոգեբան։ Նոր վարպետ։ Նոր էլեկտրոմոբիլ։ Մտնում ես Dragon Motors.am կամ այցելում ես Mega Mall-ի սրահ։ Ընտրում ես քեզ հարմար մոդելը, տանում ես test drive-ի, որ զգաս որն է ավելի քոնը։ Ձևակերպում ես ապառիկը հենց այստեղ առանց բանկ այցելու, սկսած 0% կանխավճարից։ Իսկ եթե հետո ուզենամ փոխել, trade-in կանես, հինը նորի փոխարեն։ Ու ամենակարևորը, շուկայում կան տարբեր կասկածելի առաջարկներ, իսկ սա Dragon Motors China-ի պաշտոնական ներկայացուցիչն է։ Իսկ հետո ու ձեռքերդ դադարում են դողալ։ Վաու, իսկ եթե մի բան հանգիստ գործարանային երաշխիքի մեջ ես։ Իսկ կարող ես եւ ընտրել եղածներից, եւ պատվիրել։ Dragon Motors China-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Չես պատկերացնում ինչքան երկար եմ քեզ փնտրել։ Էս մեկը իմն է հոգիս, քոնը այն կողքինն է։ Պարդոն։ Քեզ եմ փնտրել։ Ավելի լավ է Arm Comedy promo կոդը ասա։ Համ անվճար լիցքավորիչ կստանաս, համ կգան ձեր հասցեում կտեղադրեն։ Եվ այսպես տեղ ունեցավ այն, ինչի մասին մենք երազում ենք այսքան տարի։ Սիրելի վարչապետ այցելեց գեղեցկուհի Էստոնիա։ Մենք երազում ենք դրա մասին։ Գուցե առաջնային երազանքներից չէր, բայց հետո նայեք ինչ տպավորություններ են։ Պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալինում եմ, նայում եմ ու մտածում, լավ ինչպես կարող է քաղաքը երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։ Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։ Մի քիչ որ մաքուր պահենք Երևանը կդառնանք Էստոնիա։ Ու կմտնենք Եվրամիություն։ Դու առայժմ կարող ես Երևանը չհասնենք, գոնե Թալինը որ պահենք, դեռ Էստոնիա ենք։ Իսկ Էստոնիայում Ռուսաստանը ամենաշատը չսիրող երկրում, ինչ որ էստոնահաճո բան ասեցինք մեր հյուսիսային դաշնակցի մասին։ Տարատեսակ եւ իրականությունը չարտահայտող մեկնաբանություններ են հաճախ արվում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանը հստակեցրել է Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունի եւ պաշտոնական Երևանի նպատակն է լավ հարաբերություններ ունենալ միջազգային բոլոր գործընկերների հետ։
Բարեբախտաբար Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու կարիք չկա, արդեն բավական մորմշարված վիճակում են։ Էստոնիայի ամենա անսպասելի մարմինը հորդորեց ավելի արագ քայլել դեպի Եվրոպա, Կոնկրետ որ մարմինը։ որը вообще պետք է չխառնվեր այս թեմայի մեջ։ Մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ եւ առաջնորդ մեր երկիրը դեպի Եվրոմիություն իր քայլերն անի։ Էստոնահայ հոգեբորականը նաև հորդորեց շտաբ դուրս գալ հապկից եւ ձերբակալել Պուտինին։ Լավ, իսկ միշտ մենք ինտեգրվում ենք Եվրամիության հետ, այստեղ Երևանում շատ լավ լուր ունենք Ծիծեռնակաբերդի խճուղու մասին։ Նախ ինչ փուլում ենք հիմա, ինչ վիճակում ենք։ Մենք այժմ գտնվում ենք մեր շինարարության վերջնական փուլում։ Թե քաղաքապետարանը, թե շինարարությունն իրականացնող ընկերության պատասխանատուն նշում են, Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերականգնված կլինի մայիսին։ Այո, մի քիչ տարօրինակ է, որ Էստոնիային հոգեվորական է, չասեց։ Դե իրականում ասեց, ուղղակի այդ մասը կտրել են, բայց ասես անպայման կգնաք նաև Ծիծեռնակաբերդը կսարքեք, բայց կարևորն է, որ մայիսին բան չմնաց, մի քանի օր ու վերջ, մեր հաղթանակը շատ մոտ է։ Այսինքն վсё, արդեն մի քանի օրից կարող ենք երթևեկել այդ գոյություն չունեցող շարքով։ Սակայն դա չի նշանակում, որ այն կբացվի երթևեկության համար։ Բա ինչի համար կբացվի, տուրիզմի, ալպինիզմի, գուցե։ Մենք Ավինյանի հետ սրա շուրջ չենք պայմանավորված, ասես մայիսին բացվելու է։ Խոսքա տվե։ համ յուղում են, համ դաղում են։ Ասեք անենք։ Որպեսզի ճանապարհը բացվի եւ լինի շահագործելի, մենք ունենք միջոցառումներ, որոնք անվտանգություն են ապահովել այս ճանապարհի, որոնք ընթացքի մեջ են, որոնց կառուցման համար պետք է եւս 10 ամիս։ Եվս 10 ամիս, ասում է Սահակյանը։ Սահակյան, կարող է Սահակյան շինի Սահակյանն է։ Ամեն դեպքում քաղաքապետարանը ոնց որ ավելի լավատես է, որ 10 ամիս չէ, մենք սեփ պայմանավորվել է ձեր հետ։ Նույնիսկ բանակցություններ են գնում, որ հնարավորինս այդ ժամկետները այդ 10 ամիսը ավելի կրճատվեն։ Չանցավ 3 տարի Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզումից հետո եւ քաղաքապետարանը արդեն բանակցում է, որ եւս 10 ամիս էլ չձգվի հետ շինարական փուլը։ Ես պլանը ջոգեցի, այնքան են ձգելու, որ Ավինյանի սրոկը վերջանա, ասի ես ցավոք սրտի։ Լավ, մի հատ վերհիշենք, էլի, ինչու էր առհասարակ փլուզվել ճանապարհը։ Ճանապարհի այս հատվածը փլուզվել էր դեռ 3 տարի առաջ, 2022 թվականի մայիսին, թե ինչ պատճառով մինչև այժմ պարզ չէ։ Գիտնականները դեռ կոնսենսուս չունեն այս հարցով։ Տարողը գիտի մեկ։ Չարլեզուները ասում են, որ գուցե այն եկաշենքը, որ դրա կողքը կառուցվել է, կարա հանդիսանա պատճառ, բայց դա իհարկե չարլեզուներն են ասում։ Իսկ ինչ է ասում այս հարցով Սահակյան շինի բուն Սահակյանը։ Շինարարական ընկերության ղեկավարի կարծիքով փլուզման պատճառը ոչ թե բնակելի շենքի շինարարությունն է եղել, որ իրեն կառուցում են խճուղուն շատ կիպ, այլ անձրևատարները։ Խցանման պատճառով անձրևները լցվել էին ճանապարհի պաստառի տակ եւ դրա համար փլուզում էր տեղ ունեցել։ Այդ նենք անձրևը սարքեց Սահակյան շինի գլխին։ Իսկ այդ շինարարությունը նախորդող այն մի 50 տարին, որ այդ ճանապարհը կար, անձրևներ չէին գալիս, քիչ էր փլվում։ Անձրևները սպասում էին, որ Սահակյան շինը սկսի կառուցել, որ գցեն իրանց ջեբը։ Ու вообще խիա Սահակյան շինը կառուցում, եթե մեղավոր չի, թող Գագիկ Սուրենյանը կառուցի։ Եթե շինաշխատանքները ոչ մի կապ չունեն փլուզման հետ, ինչու են իրենք վերականգնում ճանապարհը։ Որովհետեւ մենք այս նույն հարցը լուծելու ենք անկախ փլուզումից։ Այ շինարարը սենց ալնում։ Ու вообще ինձ թվում է այդ շենքը կառուցում են զուտ նրա համար, որ մի քիչ ամրապնդեն այդ խճուղին այս կողմից։ Մեր մոտ հարցերը փողոցում ցույց անելով չեն լուծում։ Ցույցով մի քիչ ուրիշ հարցեր են լուծում։ Այ օրինակ դոգին Ամերիկայի բանտից ազատելու համար։ Անձրև լինի, կարկուտ լինի, թե կիզի ջարև միևնույն է, Վարդանի համար պետք է գանք։ Եկել ենք ասենք, որ լինի անձրև, թե կարկուտ, դուք ավելի եք, պրինցիպ եք գծում ժողովրդին, որ կանգնենք մեր առաջնորդի կողքին։ Ի տարբերություն Ծիծեռնակաբերդի խճուղու, այս կանայք անձրևից չեն վախենում։ Հիշեցնենք, որ նենք Դոնալդ Տրամպը չարամտորեն Վարդան Ղուկասյանին պահում քանի ամիսա անազատության մեջ, չնայած այս կանանց բազմաթիվ խնդրանքների, իրանց է կարելի հասկանալ ամեն օր 2-3 ժամ ազատ ժամանակ ազատվել երեկոներին։ Վստահում ենք Ամերիկայի օբյեկտիվ եւ արդարադատ դատավարությանը, եւ դա կլինի արդյունքը ինձ թվում է 5+.
Իոքուտ Վարդան Ղուկասյանը։ Լիահույս եմ, որ Ամերիկայի նման երկիրը արդարադատություն կունենա եւ արդար դատ կվարի Վարդան Ղուկասյանի համար։ Բա ասում են Ամերիկան արդար երկիր է, այնտեղ արդարադատություն կա։ Ուրեմն պետք է ինքը իր օրենքը տրորի։ Ոչ մեկ իր օրենքը չի տրորի, սիրելի կանայք, Վարդան Ղուկասյանը ազատ կարձակվի եւ դուք կստանաք ձեր երեկոյան Խլեշախարը լայվի չափաբաժինը։ Ղուկասյանի աջակցողները շատ հստակ բացատրեցին, թե ինչու անհապաղ պետք է ազատ արձակել դոկին։ Ու մենք բոլորս իր կարիքն ունենք։ Մեր Հայաստանի բոլոր ստապ հայերը Վարդան Ղուկասյանի կարիքն ունեն։ Մենք հավատում ենք, Աստված այդքան դաժան չի, որ առանց Վարդանի մեզի թողի։ Բայց առայժմ Աստված Վարդան Ղուկասյանին պահում է Լաս Վեգասի մեկուսարանում։ Իսկ թվում է Աստված ցուցակներում ինչ որ շփոթմունք արել ու լրիվ ֆեյք Վարդան Ղուկասյան տվեց Գյումրիում, իրան ոնց որ բերեց իսկ բանը։ Դեվերևից նայում է, խառնում է։ Նույն անունն է, ինչ անենք։ Իսկ դոկը շարունակում է մնալ Լաս Վեգասի մեկուսարանում եւ փաստաբանները չեն շտապում պարզաբանել։ Նախորդին իդեպ Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն էր տարածել, նշելով, թե նրա ԱՄՆ-ի փաստաբանները պատրաստ չեն այսօր նշանակված լսումներին, հաշվի առնելով փաստերի, ապացույցների եւ թարգմանությունների մեծ ծավալը։ Թարգմանությունը ինչ խնդիր է, եկյա Բրյուսը ունենք, տվեք թե աղջիկեր կթարգմանեն։ Դե թարգմանությունը մի քիչ զոր, ամերիկացիներին պետքա ճիշտ թարգմանել կուկուլալան, մորմաշը, վարկյանում 10 անգամ հնչող Սի տղան եւ այլ ձևակերպումները մի տվեք բրեզիլցիներին, բայց իրականում եզակի դեպք է, երբ աջակիցները չեն ցանկանում, որ իրենց առաջնորդը վերադառնա երկիր։ Հասկանալի պատճառներով։ Դե գիտեք, 5 ժամ չի տևի նրան վերացնելը, դու գիտեք, բայց չեն արտահանցնելու։ Եթե արտահանցնեն, արդեն դրա ժամանակը անցել է։ Ուզում ենք, որ չարտահանցնեն, այլ պահեն Ամերիկայում մեր համար, որ ընդեղից ստեղ ղեկավարի։ Հետաքրքիր որ Գյումրիի Վարդան Ղուկասյանն էլ է պատրաստ բանտից ղեկավարի։ Դե ինչ, եկեք վառենք բոլոր մոմերը։ Սպասում ենք ձեզ, անհամբեր։ Այսօր իդեպ դոկ կուսակցության ղեկավարի ծննդյան օրն է։ Նրա 48-ամյակի կապակցությամբ աջակիցներն ու կուսակիցները Վարդան Ղուկասյանի լուսանկարով տորթ էին բերել դեսպանատան մոտ։ Քոցենունն է այսօր, թող գան տատիները ու ծոցերը բոլոր, թող երկեն մորմշ կամ շնորհավոր։ Շնորհավորում ենք, մեկ էլ միանում ենք շնորհավորակներին դոկ կուսակցության նախագահին, դոկի հանդեպ սերը ուրիշ է вообще։ Այսօր իմ ծննդյան օրն էլ է, ես հյուրեր ունեմ տանը, բայց բոլորին ասել եմ այսօր չէ։ Ես այսօր ուզում եմ իր հետ իմ ծննդյան օրը նշեմ։ Էս տատին, էս մորքուրը, արա սենց մարդկանց վրա կառուցում պետություն, տվեք ես կնոջը գրին քարտով գնա իրա դոգին շնորհավորի մի հատ։ Բա մենք ինչ անենք։ Ձևեր կան։ Շատ ծանր եմ տանում, շատ վատ եմ տանում, կարծես օդը կանգնած է իմ համար։ Ես մի բան ասեմ, ես նորից նույն հաղորդումները դնում նայում եմ, կրկնում եմ, նորից նայում եմ, կարոտում եմ։ Ոնց չկարոտես, ոնց այդ քաղցրալեզու բլոգերին Իսկ այդ ընթացքում Հայաստանի Հանրապետության առաջին դեմքը նախագահ Վահագն Խաչատուրյանը թախիցն աչքերին վերջին հրաժեշտներ տալիս Ռոմի պապուն։ Մեզ մնում է խաչել մատերը ու աղոթել, որ հանկարծ այդ սելֆի սթիքը չհանի այնտեղ։ Այո, փաստորեն դա հնարավոր է։ Գիտես ոնց են մետալայս կատիլները գիտես։ 6 հատ սելֆի ստիկ էին հանել մոտից։ Well, իսկ դուք մնացեք մեզ հետ։ Այո, երկրորդ մասում մենք բացահայտելու ենք մսխումներ փողերի եւ ամենակարևորը երկրում մեկնարկում է impeachment-ի գործընթաց։ Եվ այսպես սրտի քաղցր տնքոցով ներկայացնում ենք ամենամատչելի պիկափը։ JMC Vigus-ը 4x4 հզոր սիրուն ու ես գնով էս մայրցամաքում դժվար գտնեք։ Կողքի մայրցամաքներում էլ որ նայեք կհասկանաք, որ 11.2 միլիոնը հրաշք գին է։ Ու հրաշք կա նաև երաշխիքը 5 տարի կամ 200,000 կիլոմետր։
Նարեկ, դու գիտեիր, որ Երևանում եւ Գյումրիում քեշով մեծ գումարի կրիպտո գործարքներ անելու համար ամենահարմարը Skylabs-ի տերմինալներն են, որտեվ միջնորդավճարը 1.4% է ու ամեն գործարքից հետո cashback ունեն մեծ։ Այո, բայց մենակ դա չի։ Ամեն ամիս հատուկ առաջարկներ եւ ցածր տոկոսադրույքով օրեր են լինում, դրա համար պետք է հետևել նրանց ալիքներին, որպեսզի բաց չթողնեք։ Ու որպեսի հերթեր չգոյանան, 10 հատ էլ կրիպտո տերմինալ Երևանում են տեղադրել։ Քանի դուք անուշ եք անում են, ինչ եք դրել ձեր առաջ, երկրում սկսվում է impeachment, նորից։ Հա, մի քիչ դեժա վյու է, որտեվ սրբազան շարժման ժամանակ էլ էր քննարկվում impeachment-ը, բայց ինչու չեղավ։ Չեղավ, որովհետև вообще չեղավ, որովհետև բոլորը ասեցին, որ լրիվ պատրաստ են, որ կլինի, կստորագրեն, բայց չեղավ։ Տեսնենք ինչ է կատարվելու այս անգամ։ Արման Եղոյան, Արթուր Հովանեսյան, Հայկ Գոնջորյան, Լևոն Քոչարյան։ Արթուն ենք շարժման անունից նամակներ փոխանցվեցին ազգային ժողով վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց հայտնելու առաջարկով։ Շարժման անդամ Էդգար Ղազարյանի անունով պատրաստվել է 107 նամակ եւ 107 նամակներն ուղարկվել են 107 падգամավորներին խորհրդարանի։ Նո Հայկ Գոնջորյանի ու Արման Եղոյանի մասով մի քիչ կասկածելի է դեռևս։ Նո չէ, հաստատ մտածած կլինի այդ մասը։ Դե ոչ մի ձև չիմպիչվող Փաշինյանին իմպիչելու համար պետքա լավ տեխնացու ունենալ։ Այդ մասն էլ մտածած կլինեն։ Իդեպ ասեմ, ստե վարչապետի անվանում այդքան կարևոր չի հաջորդ վարչապետի, որովհետև այս գործընթացը չի կոչվում այսինչանին վարչապետ ընտրելու գործընթաց։ Էսի կոչումը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ուղղակի սահմանադրության պահանջն է, որ պիտի լինի վարչապետի տեխնատը, այսինքն գլխավոր խնդիրը ոչ թե ինչ որ մեկին վարչապետ կարգելն է, այլ գլխավոր խնդիրը վարչապետին հեռացնելն է։ Չէ, էլի, բայց շատ եկի մեկի անունը պետք է գրեք, այդ պետք է լինի նենց մեկը, որ մարդիկ ասեն, արա, հա, ես ուզում եմ ապրել երկրում, որտեղ վարչապետ է, լրացրեք նրա անունը։ Դե դատելով համալիրի այցելություններից դա կարող է լինել Թաթուլը։ Չէ, մարդկանց պետք է առաջարկել Ferrari տեխնացու, Ferrari, որտեղ ամեն հայ հոգու խորքում ուզում է Ferrari։ Եթե իրան առաջարկեք Opel, դե թեկուզ թարմ թիվ, այդ մեկը այն չի լինելու Ferrari ուզում է ժողովուրդը։ Նախ Թաթուլը Opel չի, օքեյ, ինքը ոչ պակաս Ferrari է, բայց տեղ նյուանս կա, այդ Ferrari-ն էլ պետքա համաձայն լինել ժողովրդի վարչապետ։ Վարչապետի տեխնացուի հարցում ամբողջությամբ ազատ ենք թողել իրանց եւ անվերապահ ես դες ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ կաջակցենք ցանկացած իրանց կողմից առաջադրված վարչապետի տեխնացուին առանց որևիցե վերապահման։ Իրանց падգամավորներին հիշեցնեմ, որ իրանք այդ Հովիկ Աղազարյանն են, որը կարող վերցնի թուղթը ու լրացնի ինքը իր անունը որպես վարչապետ։ Դե մեր ոդքասթում այստեղ նստած ասեց, որ դժվար թե միանա, չէ։ Որտեղ այնվաղ չգիտեր, որ կարա ինքը իր անունը լրացնի։ Դե այդ ամենաապոկալիպտիկ տարբերակն է, բայց իրականում կարող է ոչ մեկ ոչ էլ իմպիչի։ Մենք արձանագրեցինք, որ մեր ընդդիմադիր падգամավորները իրար ավելի են ատում, քան Նիկոլ Փաշինյանին։ 10 օր հետո մենք այդ արձանագրման պատասխանը կիմանանք։ Մի վերջացնեմ խոսքը նոր, հա։ Այդ դեպքում այդ նիհիլիզմի մթնոլորտը կոտրելու միակ տարբերակը այնա, որ հանրությունը ինքը այդ տեխնացուին վերջապես գեներացնի, ստեղծի, հայթայթի, բերի падգամավորներին այս ոչ բան արել։ Նո, հանրությունը մի անգամ գեներացրեց տեխնացու 7 տարի առաջ դες մոտարպես ու այդքան լավ չստացվեց ոնց որ։ Հա, հանրությունը մի քիչ ոնց որ ոտին ակցում տենց պահերին։ Իսկ կարող է ունեն տեխնացու, բայց չգիտեմ, ամաչում են ասել այդ մասին։ Չես հավատա, բայց հա, ու համարյա բոլոր կողմերը։ Դրա հակառակը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը անփոխարինելի է։ Իսկ դա այդպես չի։ Տեխնացու վստահ եմ, կա թե Հայաստան դաշինքի մտքում, թե պատիվ ունեմ դաշինքի մտքում, դու միգուցե նաև մի վարքան, դու միգուցե նաև ՀՊԱ-կան որոշ պատգամավորի մտքում։ Այդ տեխնացուին չհրապարակելու բան կա, խնդիր կա։ Որովհետև Թաթուլը սա։ Չէ, էլի, ուրեմն հա, բոլորը երևի ունեն տեխնացու, ուղղակի հասկանում եմ, որ եթե շրջանառության մեջ գցեն այդ տեխնացու անունը, մամուլը եւ Facebook-ի սկրինները կհոշոտեն այդ տեխնացուին։
Դե եթե տեխնացուն վախենում է սկրիններից, գուցե այդքան էլ լավ տեխնացու չի։ Գուցե շատ հորը տեխնացու է։ Այդել կա, լավ, ինչ են ասում, առնվազն ընդդիմադիր ուժերը կստորագրեն։ Մենք հիմա էլ պատրաստ ենք, իբրև Հայաստան խմբակցություն, պատրաստ ենք պատիվ ունեմ խմբակցության կողմից իմպիչմենտի գործընթացի մեկնարկի մասին պաշտոնական հայտարարության, վարչապետի տեխնացու առաջադրենք, մենք էլ 4 ձեռքը պատրաստ ենք կողմ արտահայտվել, մեր ստորագրությունները դնել եւ ամեն ինչ անել, որ իմպիչմենտի գործընթացը հաջողի։ Այսինքն սպասում եք, որ պատիվ ունեմ վարչապետի տեխնացու առաջադրի։ Ոչ եմ ասում, մենք պատրաստ ենք պատիվ ունեմի պաշտոնական առաջարկը ընդունել։ Բայց այդ պատիվ ունեմը չի, Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանն են։ Չէ։ Դե սա լավ է, երևի։ Դե բայց ոնց որ համել վստահ է, որ պատիվ ունեմը չի առաջադրի։ Հա, էլ ինչ-որ չհավատալու նոտակա է ամեն ինչը։ Իսկան ավելի սկեպտիկ տրամադրված գործիչներ։ Իրենք չեն կարող միասնական անուն գեներացնել։ Եթե դա անեին, Բագրատ Սրբազանի այդ շարժման ժամանակ, որ փողոցներում տեղուդադար չկար, այդ պահին դուք շատ լավ նկատեցիք։ Այդ պահին պետք է անեին։ Ու ես այդ ժամանակ լայվ եմ արել, խոսել եմ դրա մասին։ Չեն անելու, որովհետև չեն ունենալու մի տեխնացու, որին երկու ուժերն են կողմնակից կլինեն։ Էդմոնը ակնարկում է, որ պատային իրավիճակ է, այսինքն նույնիսկ Էդմոնը չի առաջարկում երրորդ ճանապարհ։ Սկեպտիկ, իսկ եթե բռնի ու գտնվի այդ տեխնացուն, որը ոչ ԿՊ-ի հետ, ոչ պատիվ ունեմի հետ, ոչ Հայաստան Դաշինքի հետ չի ասոցացվում։ Ու որը Հովիկ Աղազարյանը չի։ Հա տենց, նու չէ, դա արդեն դժվար է։ Չկա մի այնպիսի հիմա տեխնացու, որտեղ պետք է էլեկտորալ process անցնի տեխնացուն, որի շուրջ կարող են մարդիկ դուրս գալ փողոց, գալ խորհրդանը շրջափակել, օրինակ էլի, հա, ու ասել մենք պահանջում ենք, որ այս մարդուն հանեք, այս մյուսինը ընտրեք, հենա սահմանադրության մեխանիզմը կա։ Հետաբար այս գալմաղալը շարունակվելու է մինչև հունիս, դա չի լինելու, ու անցնելու ենք արդեն սովորական նախընտրական տարի ենք թևակողելու սեպտեմբեր ամսով։ Սովորական չէ, կլասիկ, այդ բառից խուսափում։ Որովհետև կլասիկ նախընտրական process-ի ցավը արդեն տարել են։ Լավ, այլ թեմաներից հերոս հարկատուի գումարներով շարունակում են դպրոցների եւ մանկապարտեզների վերանորոգումները։ Բան, որը իդեպ նախկիններն էլ էին անում, ուղղակի սկզբից սեփականաշնորհում էին այդ մանկապարտեզը, նոր են ռեմոնտ անում։ Ոնց մեկը Վագն Խաչատրյան երբ քաղաքապետ էր, ինչևէ, հիմա ինչ անում են փոքրիկների անամպ մանկության համար են անում։ Տենայք, արդեն քանդվում է։ Հալավ հետո մարդ է, կարա մարդու կատկեր է, կարա չի կարելի էլի։ Նույնն են դե։ Տենա։ Ձեր ասֆալտը ծաղկում է։ Լստեք։ Բերես համելավա հանենք մեկի։ Այս հանենք մեկի գլխին չընկնի։ Այսինքն ձեր գլխին պետք է տա։ Քաշ կպցրած։ Որ հասկանաք։ Երկու սիրված բլոգերների կոլաբը իրենց բերեց 105 մանկապարտեզ, որը իդեպ վերջերս է վերանորոգվել։ Որպեսզի փոքրիկների մանկությունը անամպ լինի։ Ըստ շեշտա, շատ ան որակի վրա է։ Էй, սա ասֆալտ փռածը։ Հետո կասեն գնում քանդում է։ Էսի ակնհայտ կոռուպցիա է, հենա։ Առանց բիտում ասֆալտ է դարել։ Բիտում չկան։ Հանուն արդարության, որ ասում են, դե չախոյեն եզրերից ես գնում փոքում, մեջտեղից չես կարա փոքես, հենա, ժողովուրդ ջան, բուսականությունը ստուց աչում է, տեսեք, խալուպ պես է փոքում, խալուպ պես, Ստե հողի վրա, նայեք։ Նայեք հողի վրա ասֆալտ են արել, խիճել չկա նույնիսկ, նորմալ թքել կպցրել են։ Այն եզակի դեպքը, որ այնքան վատ է, որ նույնիսկ կասկածում ես, արդյոք թքել են կպցնելուց։ Դե եթե թքելը չի եղել պայմանագրում, կարող է ոչ էլ թքելն են արել։ Արա մենք հայոց երկրի հայ շինարար ենք, ոնց կարան տենց մեր մոտ մանկապարտեզները շինեն։ Գիտեմ, լավ չի հնչում, բայց գուցե լավն էլ է դա։ Եկեք հասկանանք ով այս շեդևրալ վերանորոգման հեղինակը։ Գայ Արձանի շինարարն է։ Հիմա ժողովուրդ Նասենի այգին Երևանյան լինչը որ մեկն ասես։ Ինձ թվում է ջոկերը երկուսն էլ է այդ ընկերությունը նկարել։ Ինձ թվում է Հայաստան-Վրաստան խաղի մարզիչն էլ է այդ ընկերությունը եղել։ Լավ, հասկանանք, ինքը այդպես գեղեցիկ անունով Լիլիան Արմ ընկերությունը, ո՞նց է այս վատ վերանորոգում։ Որտեվ Լիլիան Արմ ընկերությունը, որը որ խուսափեցիք քննարկել, ուղիղ ԿՊ-ական ընկերություն է։ Ինչի համար ձեր ցուցակով ավականու տեխնացու է։ Խորհուրդ կտամ, եկեք ձեզ վերցնեմ, տանեմ Երևանյան լիճ, տանեմ Նանսենի այգի,
տանեմ 105 մակապարտեզ ու մոտակա իմ եթերները ուշադիր կնայեք ինչ խայտարակություն է մի հայտ բերել։ Այդ կարճ, որ դուք դեմ եղաք, որպիսի ձեր ընկերությունը, ձեր ավականու տեխնացու ընկերությունը խայտարակությունը անում։ 2.5 միլիոն դոլար էլ հազայեք ուզում տանել տար։ Ինչ, հələ 2.5 միլիոն դոլար էլ ուզում են տանես ընկերության։ Արա դե անամp մանկության համար ոչինչ բան չենք խնայում։ Բայց շատ վատ են արել ամեն ինչ։ Դե պետք է մի քիչ սփոփել, որ անամպլն է տանտեր մանկությունը։ Հարգելի քաղաքացի, քո վճարած հարկերի շնորհիվ Երևանում 2004 թվականի շահագործման է հանձնվել վերակառուցված 6 մանկապարտեզ։ Մեկը էսա, սիրելի ժողովուրդ։ Ոնց հասկանում ենք, մեկը էսա։ Մեկը ոնց որ էսա։ Այս թղթով, այս պայմանագրով արդեն պետք է մանկապարտեզը գործեր։ Արդեն պետք է գործեր այս մանկապարտեզը։ 300 միլիոն։ Իսկ գուցե բարին էլ էտա որ դեռ չի հանձնվել։ Հերոս հարկատուի երեխեքի շայրից է բխում, որ սա չհանձնվի։ Այդ բլոգերները մի քիչ էլ բզբզան, կարող է երեխեքը սեպտեմբերին մանկապարտեզ չունենան։ Ահա։ Սա ինչ է ժողովուրդ։ Շիբին նուր աստես, Շիբին չկա, ասֆալտ է, այսինքն որ խալուպես հնարավոր լինի քանդել։ Սենց բանով է տեսել։ Մենա սա մրշնաբույնն է։ Մրշնաբույն։ Այս հորի վրա են արել։ Հա, թքին կպցրել է։ Նայք, ժողովուրդ, նայք։ Նայք։ Սենց գործով ան։ Շո, Չախոյան հերիքա, մրճունների արածը մի քիչ Ավինյանի վրա կամ Ավինյանի այդ ցուցակով անցնող տեխնացուների վրա։ Արա, բայց ջոգում ես ինչքան ավելի շահավետ է լինել ԿՊ տեխնացու, բայց չընտրվել ցուցակով։ Արա, որ ընտրվել ոսես տենդերները չէր մարսելու։ Բայց կարևորը որ հերոս հարկատուն շատ գոհ է, հերոս հարկատուն ցույցեր չի անում, չի ասում, «Քեք իմ հարկերը սենց վատնում, սենց անիմաստ վատ ռեմոնտների վրա»։ Հերոս հարկատուն հələ մի բան էլ ավել է հարկ մուծում, որ իրան չբզբզեն։ Coffee House ընկերության տնօրեն եւ 50% բաժնեմասի սեփականատեր Հարություն Մկրտչյանը Factor TV-ի հետ զրույցում հարկային պարտավորությունները չկատարելու հանգամանքն ուղիղ չհաստատեց։ Միաժամանակ սակայն նշեց, որ պետբյուջե 125 միլիոն դրամ են վճարել։ 450 միլիոն դրամի հետ կապված, որ նշվում է։ Չէ, չկա տենց դիրեկտիվը, տենց գրված դրան ոնց որ դա հիմքն է եղել իրանց գալու, բացելու ստուգումը, բայց այդ տենց անհնարին թիվ է, էլի, անիրական։ Դուք ինչքանից եք 125-ը վճարել։ Մենք 125 միլիոնը վճարել ենք ուղղակի այս իրավիճակում ցույց տալու համար մեր պատրաստակամությունը, որ մենք հարկ թաքցնելու միտում չունենք։ Բայց դու խորացի ինչ տիպի բաստիոն ենք կառուցել ժողովրդավարության, որ հարկատուն իր կամքով $300,000 ավելա ավանսով մուծում բյուջե։ Այո, Շվեյցարիան եւ Դանիան կերազեին այսպես բիզնես Էստոնիան էլ։ Էստոնիան ավելի եւս։ Էստոնիան։ Իդեպ քիչ հայտնի փաստ 125 միլիոն դրամով կարելի է եւս կես մանկապարտեզ շատ հորի վերանորոգել։ Բյուջե գումար են մուտքագրել։ Երբ հետաքրքրվեցինք ինչու են վճարումը կատարել, եթե կարծում է թե պետությունից եկամուտները չեն թաքցրել, Մկրտչյանն ասաց ընդունում է, որ թերացումներ կարող էին լինել։ Ինչ որ շեղումներ կարան լինեն, որոնք երբևիցե չեն կարող լինեն այդպես թվերի, նույնիսկ այդ 125-ի մոտ տենց թվերի չեն կարող լինել։ Բա դուք այս 125-ը հանուն ինչ եք վճարել, որ խախտումը կասկածի տակ է։ Ընդառաջ քայլ, որ մենք շարունակենք, կարևոր համար կարևոր է մեր պլոմները հանել, բացվելը, որպեսզի հաճախորդ չկորցնենք, բիզնեսը չտուժի։ Այնց ես Factor TV-ին սենց կպրշկել բիզնեսից, դա հանուն բյուջեի կատարողականի սենց ադուշի քայլ է, ժեստ է։ Իդեպ մարտի դրությամբ մեր տնտեսական աճը 3.7% է, ինչը մի քիչ այն չի, ինչ որ խոստացել էր Պապոյանը։ Հա, դե առավել եւս սենց բանը շատ օգնած կլինի մեր պետական բյուջեին, դուք էլ միացեք պետբյուջեի Patreon-ին եւ մնացեք մեզ հետ։ Հետաքրքիր փաստ, արևային կայանների միջինում ծառայում են 30 տարի։ Ավելի հետաքրքիր փաստ։ Solar Holding-ի վահանակները այնքան բարձրորակ են, որ 30 տարվա մեջ դեգրադացվում են ընդամենը 12%-ով։ Այսինքն հանգիստ կարող եք թողնել թորներին։ Solar Holding, ժամանակն է, որ արևը մուծվի ձեզ։
նորամուտ։ Մերսի, համեցի։ Սովեն բլենդեր դեռ չես առել։ Չէ, բլենդեր հենց այդ մի բանը չունեինք։ Մերսի։ Շատ հավանեցի։ Մերսի։ Ճաշակովա։ Մերսի։ Կներես։ Էգան։ Կոմունալները։ Վայ կորա 15000 լույսը, գազը 57000։ Կներես։ Թխի դոգա, ինձ էլ հեսնոր մեյլ եկա, որ 57000 կուտակել եմ։ Այսինքն, չգիտեիր, հեցը ամեն ամիս հաշվից պարտաճանաչ նստացնում է։ հələ անկեղծ ասա, այդ պաշտոնը ստացել ու քեզ լավ են նայում։ Բա ինձ սազեց։ Solar Holding-ից արևային պանելներ եմ առել, տեղադրել եմ ու հիմա մայր բնությունը աշխատում է իմ համար։ Այդ մայր բնության համար է կտաս։ Իհարկե, ուղղակի իմ մոտ ինքը Solar Holding անունով է գրանցած։ Այսքանն էր այսօր Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Մենք ունենք Նիկոլների համար շատ հարմար 3 նոր բառ է հնարում։ Ներկաներ ու նախկիններ իրար միացնել ստացվում է ներքնախք։ Նարեկ, ոնց ես նշել քո քաղաքացորը։ Մի անգամ նշվեց, չէ՞, պրինցիպի այդ 7 Ահա, բայց օրվա պատմության մեջ։ Ենթադրում էր, որ դա կլինի, չգիտեմ, նոր տարուց հետո երկրորդ Միշտ պետք է Բաղրամյանի վրա խորոված սարքեն, չէ՞, այն դյաջը։ Ես միշտ շաբաթ ունեցած մտածում եմ, օքեյ, well, բան նշենք, բայց մի բան պետք է անել նշել։ Եթե դուք նշել եք, տենց տակը գրեք, ոնց եք նշել ձեր Ինչպես ես անցկացրեցի քաղաքացու օրը շարժվեցին։ Միացեք մեր Patreon-ին եւ այսուհետ գազի մարդը ձեր տան հաշիվը մի քիչ ավելի քիչ կգրի։